Երևանի կենտրոն և տարբեր վարչական շրջանների բնակիչներն ահազանգում են նախորդ տարիների համեմատ այս տարի մլաքները շատացել են։ Պատճառը պարզվում է անձրևոտ եղանակն է, սակայն նույնիսկ այդ դեպքում բնապահպան Սիլվա Ադամյանը համոզված է, եթե պատկան մարմինները կատարեին անհրաժեշտ աշխատանքներ, այս վիճակը չէր լինի։ Այս մասին Պանորամա-ը զրուցեց Սիլվա Ադամյանի հետ, ով նշեց, որ էկոլոգիական մշտադիտարկումն ու հիդրոմետ ծառայության այդ աշխատանքը պետք է համահունչ լինի։ Նայեք, ուրեմն էկոլոգիական մշտադիտարկումը եւ ուրեմն հետեւելը խնդիրներին հիդրոմետ կայանի հետ ուրեմն համահունչ աշխատելը, սա շատ մեծ նշանակություն ունի։ Այսինքն, երբ որ հիդրոմետ կայանը տալիս է եղանակի պրոգնոզը, իրանք պարտավոր են դրա հետ միասին ուշադրություն դարձնել եւ բույսերին, եւ կենսաբազմազանությանը քաղաքի եւ ընդհանրապես։ Այս տարի, ինչպես դուք նկատում եք, ամբողջ աշխարհում ուրեմն գարունը բավականին երկար է։ Եթե կարելի է որոշ տեղերում ինքը ձնառատ է, որոշ տեղերում անձրևներն են շատ տեղումները։ Հիմա մեր երկրում տեղումներն են շատ։ Այն երկրներում, որտեղ տեղումները շատ են եւ խոնավությունը բարձր է, մլաքների քանակը ինքը շատանում է։ Դա ընդունված բան է։ Դուք եթե փորձել եք, օրինակ ծովափեք, չէ՞ գնում։ Օրինակ Վրաստանի ափեր, տեսել եք, չէ՞ որ մլակը շատ է։ Շատ են, այո։ Որովհետեւ խոնավության, ուրեմն չափը այնտեղ բավականին բարձր է, բայց այնտեղ բուսականությունը եւ բնաշխարհը խիստ տարբերվում է Հայաստանի բնաշխարհից։ Սա մեզ համար նորմալ իրավիճակ չի։ Սա կլիմայական փոփոխությունների խնդիր է, որը մեզ դրել է ուրեմն որոշ խնդիրների առաջ։ Հիմա ինչ պետք է անեն պատկան մարմինները, որ չեն արել։ Իրենք պետք է համահունչ, էլի ասեց, այս պրոգնոզի հետ կապված անպայման որոշակի միջոցառումներ անեին։ Դա ուրեմն տարբեր տեսակի դեղորայքների բույսերի համար հատուկ դեղորայքներ կան, որոնք անվնաս են եւ կենսաբազմազանության համար, անուններով ես հիմա դες չեմ կարող ասել, եւ մարդու առողջության համար։ Պարբերաբար պետք է ուրեմն սրսկվեին այդ ծառերը։ Օրինակ մեկ մեր այգում արդեն երկրորդ անգամը սրսկել ենք։ Բերել ենք, ուրեմն առել ենք հատուկ նյութեր այգու համար եւ օգտագործել ենք դրանք մեր այգու համար։ Հիմա եթե էկոլոգիայի բաժինը, բնապահպանության բաժինը, քաղաքապետարանի արդյոք չի նկատել, թե ինչա կատարում։ Կարծում եմ իրենք տեղյակ են դրանից, բայց միջոցառումը չի արվում։ Եվ դրա համար էլ կամ արվում է քիչ քանակությամբ, բայց շատ չի արվում, ինչպես միշտ է դա արվում մեր քաղաքում, գիտեք։ Այս խնդիրները պետք է լուծվի։ Եթե դա չարվի, մենք չգիտենք մյուս տարի ինչ կլինի, համ էլ չգիտենք ամառը ինչպիսին կլինի։ Կարող է շարունակվեն այս անձրևները եւ տեղումները ավելի շատ լինեն։ Ոչ մեկը չի կարող ասել, որտեղ գլոբալ փոփոխություններ է կատարվում մոլորակի վրա, գլոբալ։ Եվ ես ես պետք է ասեմ, սա նաեւ կապված է ուրեմն զինված ընդհարումների հետ։ Սա շատ մեծ նշանակություն ունի, այսպիսի փոփոխությունները կիրառում են տարբեր տեսակի զենքեր, մենք չգիտենք այդ զենքերը իրենցից ինչ են ներկայացնում։ Դա միայն անօդաչու ուրեմն թռչող սարքերը չեն, ինչպես գիտեք։ Մենք գիտենք, որ զարգացած երկրներ ունեն զենքեր, որոնք հատուկ ուրեմն ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա, բացի նրանից, որ որպես զենք են կիրառվում։ Եվ դրա համար այս ամբողջը միասին գլոբալ որ վերցնում ենք, եւ կլիմայի փոփոխությունը կոնկրետ էսպես է անդրադառնում Հայաստանի վրա, մասնավորապես Երևան քաղաքի վրա, սա պետք է հետևողական լինեն եւ հետեւեն այս խնդիրները լուծելու համար։ Ինչպես ես հասկացա, ես էլ եմ կարդացել, մեր գործընկերներն էլ են ասել, որ մլակի քանակությունը շատ է։ Այս ամեն ինչի հետ է դա կապված։ Սա մեկը մյուսի հետ կապված բաներ են։ Երբ որ արդեն արևային լինի անձրևները դադարեն, կվերանան, այսինքն քանակությունը, գիտեք ինչ, մի քիչ կարող է քիչ տեսնեք, բայց ինքը արդեն բազմացել է։ Ինքը ծառերի վրա
ուրեմն բազմանում է, ուտում է ուրեմն կանաչը, հասկանում եք, մլակները, փչացնում է ծառը։ Այստեղ մենակ մլակ չի, սրանք տարբեր միջատներ են։ Մասնագետները, ովքեր որ դենդրոլոգները, ովքեր որ զբաղվում են, իրենք հրաշալի գիտեն, թե ինչպիսի միջատներ, ինչպիսի ուրեմն մլակներ կարող են բազմանալ, ինչպիսի վնաս հասցնել ծառերին եւ կանաչին։ Դրա համար այս միջոցառումները անպայման պետք է լինեն, եւ սա չպետք է միանգամից վեր կենան ու սկսեն տեսնեն արդեն հասելաբան է այդ կարմիր գծին, նոր սկսեն ինչ-որ միջոցառում անել։ Դրա համար ես ձեզ ասեցի, նախօրոք համահունչ պետք է աշխատեին հիդրոմետ հետ, որպեսզի հասկանային, թե ինչպիսի եղանակ է մեզ սպասվում եւ ինչպիսի միջոցառումներ է պետք անել քաղաքում։ Սա շատ կարեւոր է։ Եղանակն էլ եթե նորմալ լինի, էլի մլակներ կան։ Էլի միջատներ կան, եկեք բան անենք, էլի ռուսերեն որ ասում, պայիսիմպլյանա, էլի, որ սա այնպիսի երևույթ է, որը ուղղակի անձրևների հետ կապված ինքը շատացել է։ Եվ ըստ երևույթին չի հերիքում այն միջոցները, որոնք կիրառվում են կամ չեն կիրառվում։ Ես չեմ լսել, որ միջոցներ կիրառվում են։ Երևանի քաղաքապետարանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Պանորամայեմի հետ զրույցում էլ նշեց, որ մլակների քանակի ավելացման 3 պատճառ կա։ Մլակների շատ լինելը պայմանավորված է գարնան անձրևներով, այսպես կարող եմ ասել, այսինքն քաղաքում քաղաքամերձատվածներում տիրող խոնավ իրավիճակով եւ ինչու են Երևանում շատ որոշ հատվածներում, որտեղ մենք ունենք թերիներ, այդ որ փոխարինում ենք, մենք ունենք թերի տեսակի ծառատեսակներ, որ ժողովրդական լեզվով ասած է շիրան, որ թափվում է։ Իրանք հիմնականում մեզ չի Երևանից են, հավաքվում են այդ հատվածներում, ինչի դեմ մենք մարտի 20-ից սկսած իրականացնում ենք սրսկման աշխատանքներ, բոլոր վարչական շրջաններում առնվազն 2 անգամ սրսկումներ իրականացվել են, կենտրոն վարչական շրջանում արդեն 3 անգամ են իրականացվել, սակայն պայմանավորված եղանակային պայմանների հետ, անձրևների հետ, այդ մեր սրսկածները չի մնում, ընդհանրապես սրսկում չեն անում, եթե անձրևային եղանակ է, եթե անձրևը գալիս է, այդ սրսկած նյութը, քիմիական նյութը լվանում տանում է եւ այդքան արդյունավետ չի լինում։ Հետեւաբար պայմանավորված գրեթե ամենօրյա անձրևներով այդ սրսկման միջոցներն էլ չեն կարողացել 100%-ով օգնել։ Ուրեմն այս իրավիճակը ունի 3 պատճառ։ 1. Խոնավ եղանակը, խոնավությունը ընդհանուր, որ մոծակներ կան, դա Երևանը չի, դա ամբողջ Արարատյան դաշտավայրում է եւ միգուցե այլ վայրերում էլ, ես տեղյակ չեմ, ուրեմն առաջի պայմանը խոնավությունն է, երկրորդ պայմանը, որ անընդհատ անձրևներ են եղել ամիսներ շարունակ եւ բուժանյութը, քիմիական նյութերը անընդհատ սրսկումից հետ, ասենք մենք սրսկել ենք գիշերը, առավոտը անձրև է եկել, կամ շատ դեպքերում սրսկումը կանգնացրել ենք, որտեղ տեսանք, որ արդեն անձրև է գալի։ Անձրևի սրսկման ժամանակ անհրաժեշտ է, որ գոնե 24 ժամ, առնվազն 24 ժամ այսինքն անձրև չկա, որպեսզի չլվանա այդ քիմիական նյութը ծառերի վրայից։ Հետևաբար սրսկումների արդյունքները բուն վնասատուների դեմ այդքան բարձր չեն, որ անձրևների պատճառով։ Եվ երրորդ պատճառը, որ քաղաքում ունենք հիվանդ ծառեր, թեղիներ, որոնք այսպես ասած ժողովրդական լեզվով ասած շիրա են արձակում, մոծակները հիմնականում գնում են դեպի այդ ծառերը։ Դրանք ավելի հիմա ես ինքս տեղյակ չեմ, բայց արդեն կարող եմ ասել, օրինակ Կոմիտասի պողոտայում պետք է վատ վիճակ լինի, որտեղ այնտեղ ամբողջությամբ թեղիներ են, կենտրոնի որոշ հատվածներում պետք է վատ վիճակ լինի, որտեղ իրանք ուղղակի այդ մլակները շարժվում են դեպի այդ ծառերը։ Հիմա եթե մենք այսօր էլ օրինակ կենտրոն վարչական շրջանում իրականացնում ենք այդ սրսկումները, պետք է նշեմ, որ եթե անցած տարիներին մենք դա անում էինք 1 հզոր մասնագիտացված գործիքով, Երևանի քաղաքապետարանը անցած տարի արդյունավետ ձեռք է բերել նաև երկրորդ ավելի հզոր գործիքը, մենք հիմա 2 այսպես ասած ուժեղ փչող
սարքերով ենք իրականացնում, չհաշված դրսի գործիքներով տեղում վարչական շրջանում բակային տարածքներում իրականացվողը։ Եթե անձրևները դադարեն, կարծում եմ մի 5 օրվա մեջ պատկերը ավելի կլավանա։ Եթե շարունակվեն անձրևները, բնականաբար կշարունակեն բազմանալ եւ շատանալ մլակները։ Այո։ Այլ ելք չկա դեմն առնելու համար։ Չէ, դե մլակները հիմնական գիտեք խորհրդային դաշտավայրում նրանց շատ են, որովհետեւ ավելի լճեր ունենք, բաներ ունենք, խոնավություն ունենք, հիմա այդ խոնավությունն էլ տարածվել է եւ այո, ունենք նաեւ երկրորդ պատճառը, որ այդ հիմնականում դեպի այդ ծառերն են կուտակվում, ասենք ասած իրանք։ Թեև անձրևները եթե դադարեն, այդ մեր շրջկած քիմիական նյութերը ուրեմն ավելի լավ կներգործեն։ Ինչ վերաբերում է թեղիների բուժմանը, նրանք գրեթե այլևս կենսունակության ավարտի մոտ են եւ բուժման չեն ենթարկվում, որպեսզի նրանք Այո, տեսնում եմ։ Որպեսզի նրանք այդ շիրան չունենան, հա, այսպես ասեմ, հա, ժողովրդական լեզվով հասկանալի լինի։ Պետք է շատ թույլատրելի նորմերից բարձր քիմիական նյութեր կիրառվեն, ինչը անթույլատրելի է եւ ինչը ավելի վնաս է բնակչության առողջությանը, քան այդ մածակների պատճառած անհարմարավետ։ Այսինքն պետք է հատվեն։ Դրանք ենթակա են այո փոխարինման, նախ դրանք գրեթե ոչինչ չեն անում, այդ աղմուկը, որ բարձրացվում էր հաստաբուն թեղիները, չգիտեմ ինչը, այո, եթե ասում ենք, որ ծառը ծեր է, պիտի հաստաբուն լինի, այսպես ասեմ ձեզ, եւ նրանք իրենց կյանքի տևողությունը սպառել են, 100 անգամ ասել եմ, միշտ կրկնել են, որ հանդիսանում են վնասատուների ձմեռման, բարգավաճման շտեմարաններ։ Եվ սաղարթեցին, եթե դուք ինքներդ քայլեք անցնեք քաղաքում, նայեք այգիներում, պետք չի մասնագետ լինել, որտեղ կտեսնեք, որ ծառը կա բրեն մի քանի հատ տերև այսպես գզգզված, մնացած բոլոր տեղերով որոշակի ծառեր այդպես ուշադիր կլինեք խնդրում, այդպես գզգզված անտերև մի քանի տերևներ, այ դրանք այդ թեղիներն են, որոնք այսպես թե այնպես ոչինչ չեն անում, ինչպես ես եմ ասում, եւ բացի դա էլ նաեւ վնաս են պատճառում հանդիսանալով վնասատուների բարգավաճման, ձմեռման տեղեր, քանի որ ամբողջությամբ իրենք փտած են եւ հիվանդ։ Պարզ է։ Եղավ, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ, ես ուզում եմ նշեմ, որ քաղաքապետարանը ինչպես միշտ այս տարի ավելի շատ իրականացնում այդ գործողությունները, սակայն անձրևների, եթե մի 5 օր անձրև չունենանք, հա, պատկերը կլավանա։ Իսկ ինչ վերաբերում է թեղիներին, նա ասաց, որ դրանք այլևս կենսունակության ավարտին մոտ ծառեր են, բուժման չեն ենթարկվում, քանի որ պետք է թույլատրելի նորմայից բարձր քիմիական նյութեր կիրառեն, ինչն անթույլատրելի է ու վնաս է հասցնում բնակչության առողջությանը, քան մոծակների պատճառով ստեղծված անհարմարությունն է։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամայի մի եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։